Գիտեք, միտեղ եմ ուզում կարդամ, դա գրված է Գործ Առաքելոցում, շատ ուժեղ տեղ է, եւ նա մեկ այրունից մարդկանց բոլոր ազգերն արավ։ Մեկ այրունից, Ադամից եւ Եվայից, չէ՞։ Նա մեկ այրունից մարդկանց բոլոր ազգերն արավ, որ երկրի բոլոր երեսի վրա բնակվեն, որոշված ժամանակներ։ Ամեն մեկը իր երկրային կյանքի ժամանակը ունի, այսպես ասեմ։ Եվ նրանց բնակության սահմանները հաստատեց։ Աստված որոշեց ով որ երկրում ապրի, որ սահմանների մեջ ապրի, հա, այսպես ասեմ, որ Աստծուն խնդրեն։ Մի բանի համար, որ փնտրեն Աստծո երեսը, որ խնդրեն Աստծուն ու գտնեն։ Գիտես, ես հիշում եմ, երբ որ Պետրազավոց քաղաքում էի, մի անգամ մեկին ասի զիմլյակ, ասեց մինի զիմլիկի։ Ես էլ ասեցի, մի վսե զիմլիկի։ Շիվիմ նա զիմլե։ Նայեց ով ոնց է նայում, ամեն։ Մենք բոլորը զիմլյակ ենք, մենք առավել ևս մեկ արյունից ենք ստեղծված։ Ես ուզում եմ, այսօր ինչ-որ մի բան քանդվի մեր մեջ։ Ես ուզում եմ այդ ազգություն հասկացողությունը քանդվի։ Եկեք վերցնենք մի հատ պուճուրիկ Հայաստան, լավ մի քիչ սենց։ Գյումրեցի, երևանցի, վանաձորցի, հա, քյավարցի, աբարանցի, ինչ-որ բաժանություններ ենք դնում։ Հետո եթե Հայաստանից դուրս գանք, կարանք հայ, թուրք, ռուս, վրացի, չէ, էլի ազգություններ ենք դնում։ Ու ինչ որ չգիտես ինչի, էդի անդադ բերում է բաժանություն, անդադ բերում է մեկը մյուսից ավել մտածելու, իրան ավելի լավը համարելու ու գալիս է այդ հպարտությունը, ուզենք թե չուզենք, համաձայն եք թե չէ։ Ով առաջինը քրիստոնեություն ընդունե։ Մենք։ Գիտես, երբեմն նայում ես, մենք հպարտանում ենք, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, բայց մոռանում ենք, որ Աստված հպարտներին հակառակ է կենում։ Երբեմն մոռանում ենք, որ Աստվածաշունչ կարդանք, Քրիստոսի հետ ծանոթանանք, մտերմանանք, вообще ընդհանրապես Քրիստոսին ճանաչենք։ Ոնց էր Քրիստոսը անում։ Այն շնացող աղջկան բերեցին, որ քարկոծեն, ասեց ես քեզ չեմ դատապարտում, գնա ու էլ մեղք մի գործի։ Բա մենք ոնց ենք անում։ Դու դրան տես, քթիցդ եմ բերելու։ Հետո ասում ենք առաջի քրիստոնյա ազգն ենք։ Գիտես, ուզում եմ որ հասկանանք, այդ ազգը որ կա, այդ սահմանները որ կա, դա էլ է Աստծուց, որոշված ժամանակի համար։ Նկատեցիք, որ մեր սահմանները փոփոխվեցին, ինչ որ պուճուրացան, փոքրացան։ Հեչ հարց չի առաջանում, ինչի։ Մի քիչ առաջ կարդացի։ Որոշված ժամանակներ բնակության համար։ Ասում եմ, որ Աստծուն խնդրեն։ Ինչքան Աստծուն չփնտրենք, այդքան Աստված թույլ է տալու մեր սահմանները գնալով նեղանա։ Ժամանակն է Սատանայից դառնանք դեպի Աստծուն։ Ժամանակն է կռապաշտությունից դառնանք Աստծուն։ Ժամանակն է մեր հպարտությունը դնենք Աստծո ոտքերի տակ։ Ժամանակն է խոնարհվելու, Տիրոջ երեսը փնտրելու։ Երբ որ ես աղոթում էի, հպարտությունից չէի ուզում խոսալ։ Երբ որ ես աղոթում էի, աղոթքի ժամանակ հենց նոր ստացա։ Գիտես, մարդկա իր գործերը չի ստացվում։ Բայց վատը գիտես որն է։ Ոչ թե նա որ չի ստացվում, այլ որ ինքը մտածում է ես գիտեմ, ես կարամ, ես կանեմ։ Տիրոջ երեսը չի փնտրում։ Չի ասում, Աստված ջան, չի ստացվում, չեմ կարում, ինձ իմաստություն տուր, ինձ գիտություն տուր, ինձ հասկացրու ոնց վարվեմ, որ ստացվի։ Այն ոնց որ օթերս փակած է, հա։ Ասում ով որ իրան բարձրացնում է Աստծո մոտ, կցածրացվի։ Ով որ իրան ցածրացնում է, կբարձրացնի։ Բախի ենք մեզ բարձրացնում Աստծո մոտ։ Եկեք գնանք Աստծո ոտներն ընկենք, ասենք Աստված ջան, չի ստացվում, ոնց անենք։ Եկեք ասենք Աստված ջան, դու ինձ տուր իմաստություն։ Ես ոնց անեմ, որ ստացվի։ Կամ որ ուզում եմ ստացվի, քո կամքն է թե չէ, դու ուզում ես թե չէ։
Շատ եմ ուզում, որ հասկանանք, որ Աստված հպարտներին հակառակ է կենում։ Ինչքան գիտենք, թե գիտենք, ուրեմն ոչինչ չգիտենք։ Ինչքան խոնարհվենք, այնքան Աստված մեզ կտա հասկացողություն հասկանալու ուժ ու կարողություն, կբարձրացնի Աստված։ Գիտես, չգիտեմ ում էր վերաբերվում, բայց այսօրվանից գնաս Աստված ջան։ Ես գիտեմ մի բան, որ չգիտեմ։ Կլի որ դու ինձ ասես ես ոնց բարվեմ, կլի որ դու ինձ հուշես ոնց ես ապրեմ։ Գիտեք, հետաքրքիր մի տեղ եմ ուզում կարդամ, Ծննդոց 9:3 Ամեն շարժվող կենդանի ձեզ համար կերակուր լինի, բանջարի խոտի պես տվի ձեզ բոլորը։ Ամեն կենդանի կլնի ձուկ, կլնի եղնիկ, կլնի չգիտեմ ուրիշ կենդանի, վայրի խոզ, ընտանի խոզ, ամեն կենդանի տալիս եմ խոտի պես լինի, կարակ մորթեք, ուտեք, կերակուրա, ամենը ձեր համար։ Միայն միսը իր կյանքովը, այսինքն իր այրունովը չուտեք։ Մենակ եթե կենդանի եք մորթել, միսը այրունովը չուտեք։ Դա Աստծո պատվերն է։ Եվ ձեր այրունն էլ ձեր կյանքի համար կպահանջեմ։ Անկամ մեր այրունի Տերը մենք չենք։ Ասում է ձեր այրունը ձեր կյանքի համար կպահանջեմ։ Ինքնասպաններ լսում եք։ Ամեն կենդանու ձեռքից կպահանջեմ եւ մարդի ձեռքից իր ընկերոջ ձեռքի մարդի կյանքը կպահանջեմ։ Ով որ մարդի այրուն թափե, նրա այրունը մարդով թափվի, որովհետեւ Աստծո պատկերով ստեղծված մարդը։ Մարդը կենդանու հետ չես կարա համեմատես։ Այսօր շատ մարդիկ ուզում են կենդանի լինեն, նկատել եք։ Մեկը խոզա, մեկը կովա, մեկը կրիայա, մեկը էշա, մեկը էշ շատերն են։ Մեկը շունա, միա ճապոնացի գնացել էր ձեռներն ու ոտերը կտրել էր, մռութնել օպերացիա էր արել, որ շուն դառնար։ Գիտես, հա, ինչ իրա մեջի դևն է, էդ էլ ինքն է ուզում դառնա, սենց ասեմ։ Ու տեսնում ես, Աստված մարդուն ստեղծել է իրա պատկերով, իրա նմանությամբ։ Սատանան ինչ անում, ուզում է այդ պատկերը աղավաղի, ուզում է նվաստացնի մարդկությունը, որ Աստծուն ցավեցնի։ Տենց հա, թե տենց չի։ Հետաքրքիր տեղ ասում է իր ընկերոջ ձեռքից կպահանջեմ ընկերոջ այրունը։ Անկամ եթե մարդու այրունը թափ է, հա, դրա համար պատասխանա տալու Աստծուն։ Այնքան լուրջ է։ Հավատում եք, թե չէ։ Ծննդոց 4:9 Ով գիրք ունի բացեք։ Եվ Տերը ասեց Կայենին. Ուր է քո եղբայր Աբելը։ Եվ նա ասեց. Չգիտեմ։ Միթե ես եղբորս պահապանն եմ։ Ինձ ինչ ուրա։ Եվ նա ասեց. Ինչ ես արել քո եղբոր այրունը, ձայնը երկրից բողոքում է դեպի ինձ։ Քո եղբոր Աբելի ձայնը երկրից բողոքում է ինձ, պատկերացնում եք։ Աբելը չկար։ Կայենը սպանել էր Աբելին, բայց այրունը խոսում էր։ Բողոք էր բարձրացնում դեպի երկինք Աստծո առաջ։ Մարդու այրունը խոսում է, սիրելիս։ Պատկերացնում ես։ Մարդու այրունը ձայն ունի Աստծո մոտ։ Ու գրված է, որ բողոքում էր։ Այսինքն այն ինչ որ արվում է երկրի վրա, մարդու այրունը թափվում, այդ ամեն այրունը Աստծո առաջ այսօր ձանա բարձրացնում։ Այսօր խոսում է։ Գիտեք, մի քանի օր ինչ եկել եմ Եկատերինբուրգ, ոչ մի համերգի չէի գնացել։ Մի շատ հրաշալի երգչախումբ, որ ես շատ սիրում եմ, համերգ էր տալի քաղաքում, տեղի ժողովուրդային, ու առաջին անգամ ես 9 տարվա մեջ գնացի համերգ։ Քանի որ նվիրված էր Հիսուս Քրիստոսի զատիկին։ Ու երբ որ գնացի այդ համերգի շենքը,
Սպայտուն էր կոչվում, միգուցե գնացել եք, Դոմ Աֆիցերով։ Ու երբ որ գնացի, այնքան հետաքրքիր էր, այնքան համ հիացա, համ ծիծաղացի, համ վայելեցի այդ ամեն ինչը։ Ունենք մի փուճուր տեսահոլովակ։ Սա այդ տեղներ, որտեղ համերգը անցնում էր, նայեք պատալոգներին ամբողջը գերբերա սովետական միության։ Այսի Հայաստանի գերբներ դրա համար եմ նկարել։ Այն սովետական կոպեկների հետևը գերբերն էր, հիշում եք։ Այդ գերբերը ամբողջը պատալոգի վրա էր։ Երբ որ մարդը գլուխը բարձրացնում էր վերև, տեսնում էր սովետական միության գերբը։ Ինչ էր անում սովետական միությունը։ Վերցնում էր հավատացյալներին, կապ չունի։ Ուզում ես առաքելական քահանայեղի, ուզում ես պրավասլավնի քահանայեղի, ուզում ես բողոքական եկեղեցու հավատացյալեղի, բոլորին աքսորում էին, սպանում էին ու որ հավատքը ուրանան։ Ճիշտ է։ Երբ որ իրանք այս շենքը կառուցում էին, իրանք մտածում էին, որ Լենինը պետք է փառավորված լինի այդ շենքի մեջ, Մարքսը, Էնգելսը, հա, իրանք գաղափարախոսությունները տեղ պետքա խոսվի, հրճակվի, պետքա դատապարտեն, մեղադրեն Աստծուն հավատացողներին։ Օրերից մի օր հավատացողները Աստծուն եկան ու փառաբանեցին Տերերի Տիրոջը ու արքաների արքային։ Ասում եմ, տեսնես այդ արխիտեկտորը, հա, շինարարները, եթե մի վարքյան իմանային, որ այդպիսի բան է հնարավոր, իրանք կկախեին երևի։ Ուղղակի չէին կարա հավատային, որ այդպիսի բան կարա տեղի ունենա, որ հավատացյալները հավաքվեն ու փառաբանեն Տերերի Տիրոջը ու արքաների արքային։ Գիտեք, երբ որ մենք մեր գլուխը բարձրացնում ենք, Հիսուս Քրիստոսին ենք տեսնում։ Իրականից մարդիկ շենք էին կառուցել իրանց գաղափարախոսությունների համար ու մենք եկանք ու սկսեցինք փառաբանել ու մեծարել Տերերի Տիրոջը ու արքաների արքային։ Մի շինության մեջ, որի սկզբանե նախատեսված էր կառուցեն կոմունիզմը փառավորելու համար։ Հիմա ինչ ենք մենք այս շենքի մեջ հավաքված, ով գիտի։Ներից մի օր կոմունիստները վերցրեցին մի պապիկի, որը հավատում էր Աստծուն, աքսորեցին Եկատերինբուրգ։ Ու պապիկը մահացավ Եկատերինբուրգում։ Պապիկի թոռները որոշեցին վրեժխնդիր լինեն։ Որոշեցին գան ու ավետարանը քարոզեն Եկատերինբուրգի ժողովրդին։ Պատկերացնում եք։ Եկան ու ավետարանը քարոզեն, ու այսօր մենք այդ շենքում փառաբանում ենք Տերերի Տիրոջը ու արքաների արքային։ Մարդիկ, քրիստոնյաները որոշեցին անհավատ ժողովրդին հավատք բերեն։ Քրիստոնյաներին, որոնք Քրիստոսին չեն ճանաչում, որոշեցին իրանց իսկ Քրիստոսին ծանոթացնեն իրանց հետ։ Ամեն։ Ու այսօր մենք հավաքվում ենք այս շենքերում, մեր երեխաները փառաբանում են Աստծուն, որովհետև այդ մարդիկ եկան ու զոհաբերեցին իրանց գումարները, իրանց կյանքերը, իրանց ժամանակը, ով արեստավոր էր միգուցե իր ձեռքերը, իր միտքը, զոհաբերեցին ու այսօր մենք հավաքվելու տեղ ունենք։ Ու այսօր մենք Աստծուն փառաբանելու տեղ ունենք, որովհետև կային մարդիկ, որ ասեցին՝ դուք սրով, մենք ավետարանով։ Դուք մեզ սպանում եք, մենք ձեզ կյանք կտանք։ Ու եկան ու քարոզեցին ու բարձրացրեցին այս տարածքում շատ եկեղեցիներ։ Շատ մարդիկ սկսեցին Աստծուն ճանաչել, հետո երբ որ երկիրը լքեցին, արդեն որպես հավատացյալ, արդեն երկին գնացին։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է, որ հասկանանք, ուր է մեր եղբայր Աբելը։ Գիտեք, ապրիլի 24-ը դա ցեղասպանության օր է որոշված օրացույցով։ Ու մենք հավաքվում ենք մեր նահատակների հիշատակը հիշելու համար, հա, անմոռուկ ունենք, որ հիշում ենք, պահանջում ենք, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ այրունը ամեն մեկի Աստծո առաջ ձայն է բարձրացնում, բողոքում է, գոռում է, արդարություն է պահանջում։ Սաղմոս 9:12-ը, որովհետև այրան վրեժխնդրությունը հիշեցի, ով հիշեց։ Նրանց նա չմոռացավ նեղվածների աղաղակը։ Գիտես,
Աստծո մոտ չի մոռացվում ոչ մի բան, ժողովուրդ։ Աստված ամենահզոր է, Աստված բարի է, Աստված ամենակարող է։ Մի օր հայերը երգ էին գրել, ուր է իր Աստված, երբ որ կոտորվում էր մի անմեղ ժողովուրդ։ Ուզում եմ հարց տամ, ժողովուրդ, ուր եք, երբ որ Աստված իր խոսքը տալիս էր մեզ։ Ինչի դառան կռապաշտությանը, աստղագուշակությանը, կուրքերին։ Ինչի Աստծուց երես դարձրինք։ Մեր տատերն ու պապերը, երբ որ նահատակվում էին, չգիտես ինչի ոսկի հարստության փոխարեն բերեցին աստվածաշուչները Հայաստան։ Այսօր կարա գնաք Մատենադարանում տեսնեք։ Եթե կարաս գնաս Թուրքիայի առաջնորդերի թանգարանում տեսնես օգտագործված մաշված թրեր, որոնց սպանել են քրիստոնյաներին, իրանց առաջնորդները, Մուհամեդից սկսած, այսօր մեր թանգարանում կարաս տեսնես կտակարաններ, թղթեր, աստվածաշունչներ, այնքան ուժեղ է, այնքան ուժեղ է, գրված է վրեժխնդրությունը հիշեց, վրեժխնդիրը ես ու դու չենք, վրեժխնդիրը Աստված է, եթե մենք Աստծուն դառնանք, գրված է ձեր թշնամիները կհաշտվեն ձեզ հետ, բարեկամներ կդառնան, մեկ միակ պրոբլեմը, որ մենք ունենք, դա Աստծո հետ անհաշտ լինելն է, մնացած պրոբլեմը էլ պրոբլեմ չի, համաձայնեք թե չէ, գիտես, մի տեսահոլովակ էի նայում, Թուրքերը իրանք պատմում էին իրանց պապիկների, իրանց հայրիկների խոսացածները, որ ասում է ոչ թե միայն կառավարությունն էր սպանում հայերին, գրեկներին, հա, այ թույլ էին տվել, որ մենք էլ սպանենք ժողովուրդը։ Ու ասում է իմ հայրը պատմեց ոնց էին հայրերին լցրել մի սարայի մեջ ու այրե ու ասում է բոլորը աղաղակում էին ու հայրս մինչև իր կյանքի վերջ այդ աղաղակները չէր կարող մոռանալ ու տանջվում էր այդ ցավից։ Գիտես, մտածում ես իրանք իհարկե դաժան բան են արել, այսօր իրանց երեխաները գիտակցելով հասկանում են ու զղջում են իրանց ծնողների համար ու խոսում են դրա մասին։ Գիտեք, եթե մենք ուզում ենք, որ իրականից բարձրանանք որպես Աստծո ժողովուրդ, որպես առաջի քրիստոնյա ժողովուրդ, Քրիստոսը խաչի վրա ինչ էր ասում։ Հայրների սրանց չեն հասկանում ինչ են անում։ Չկա ազգություն, իհարկե կա ազգություն, կա տառեր, կա գիր, կա մշակույթ, ամեն ինչը կա, բայց Քրիստոսի մեջ Աստծո համար ինչ տարբերություն։ Քրիստոսի մեջ կա սեր, կա ներում, եթե ուզում ենք Քրիստոսին նմանվենք, պետք է ներենք, մենք այդպես կարանք վրեժխնդիր լինենք, մենք պետք է ավետարանով գնանք այնտեղ, իրանք սրով մեր վրա, մենք ավետարանով իրանց վրա։ Գիտես, Փառք Աստծուն այսօր փոխվում է։ Ես նայում եմ մի ազգ, որ չի ուզում ապաշխարի, չի ուզում ընդունի իր արածը, մտածում եք ինչ է, վրեժխնդիր Աստված չի լինելու։ Վրեժխնդրությունը Աստծունն է, մերը չի։ Թույլ տվեք, տեսեք թե Աստված ոնց է վրեժխնդիր լինելու։ 5 րոպե է պետք Աստծուն։ Ուղղակի ես ուզում եմ որպես Քրիստոսին հետևողներ ատելությունով չլցվենք։ Իրանք էլ են մարդ։ Կա սատանա, կա սատանայի մտքեր։ Ասում եմ, այդ մի հատ Հիտլերը ոնց կարացավ այդքան ժողովրդի համոզի, որ արիացիները բոյով են ու պետք է ասենք 1.80 ցածր չլնեն, դրանից ավել բոլորը բռակ են կոպիտ ասած խոսքերով սաղին սպանեն։ Մեկը չեղավ ասեր, այ Հիտլեր, քեզ նայել ես։ Մեկը չեղավ ասեր, քո вообще բոյը չափել ես։ Դու չես մտնում այդ ստանդարտների մեջ, բայց կարացավ, չէ, որովհետև դևը խառնված էր այդ անմեղ զոհերի համար։ Գիտես, այսօր ուզում եմ հասկանանք, որ հայտնության գրքի մեջ էլ է գրված, որ սատանայի աթոռը 7 եկեղեցիներից մեկում է, որը 7-ն էլ գտնվում են այսօր Թուրքիայում։ Սատանայի աթոռը ընդ դրված է, ինչ եք ուզում ժողովուրդ, ոնց ուզում են հենց խառնում է։
Ուլը շատ է խառնվելու երկիրը։ Եկեք մենք Քրիստոսին ավելի մոտիկից ճանաչենք։ Եկեք մենք Քրիստոսին ավելի մոտենանք։ Այսօր մեր ժամանակ է տրված մեր կյանքը ուղղելու, փոխելու։ Այսօր ժամանակ է տված Աստծո հետ ժամանակ անցկացնելու։ Գիտեք, ես երեք Google-ի մեջ գրեցի, ուղղակի ինձ հետաքրքիր էր։ BBC-ին տարբեր բաները գրել էին այնտեղ մոտավորապես տարբեր բաներ կարդացի, չեմ կարող ասեմ, որն է ճիշտ, որն է սուտ, որովհետև դա Աստվածաշունչը չի, գրված էր ամեն 5 րոպեում այսօրվա մեր ժամանակների մեջ մի հատ քրիստոնյա նահատակվում է։ Գրված էր, որ տարեկան 100,000 մարդ է մահանում Քրիստոսին հավատալու պատճառով։ Վերցնում ես այդ մոտավորապես այդ թվերը ու հասկանում ես ինչ է կատարվում։ Մորթվել են ու մորթվում են մինչև այսօր։ Դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Ոչ մեկ։ Ոչ մեկին պետք չի։ Բայց նրանց այրունը խոսում է։ Հիմա Քրիստոսի աշակերտներին որ վատ բանի համար սպանեցին։ Ստեփանոսը վատ բաներ արել։ Մարդկանց կերակրում էր, բժշկում էր, դևերին հանում էր։ Քարկոծեցին, պովր էր։ Ուժեղ պովր էր հոգով լցված։ Ասում այն հոգին, որ իր մեջ էր, այդ աշխարհի հոգին փարիսեցիների չէին կարում դեմ կանգնեին, դրա համար քարկոծեցին ու սպանեցին։ Հիմա Պետրոսի խի սպանեցին, այ մարդ։ Բալավ, այն Հովանեսի խի աքսորեցին։ Նայում ես, բոլորին սպանեցին։ Այս աշխարհը չի սիրում մարդկանց, ովքեր սիրում են Քրիստոսին։ Բարի գալուստ քրիստոնեություն։ Հիսուսը ինչ ասեց։ Ինձ ատել են, ձեզ էլ կատեն։ Ինձ արել են, ձեզ էլ կանեն։ Որովհետև ես պահեցի իմ հոր խոսքը։ Դուք էլ պահում եք իմ խոսքը։ Հիմա քրիստոնեությունը տաք սենյակում կոմֆորտով նստել, Աստծուն փառաբանել չի։ Քրիստոնեությունը մենակ փառաբանել ու զոհաբերություն չի։ Քրիստոնեությունը դրանից ավել է, քո կյանքն է, քո ընթացքն է։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, իհարկե կոմունիստներն եկան, այդ ամեն ինչը փակվեց, բոլոր աստվածաշունչները այրվեցին, հավատացյալները սպանվեցին կամ աքսորվեցին։ Սատանան նույնն է, չի փոխվել։ Բայց միևնույնն է, հավատացյալները կան, Աստվածաշունչը կա։ Մեր տատիկներին, պապիկներին ու շատ դրանց նմաններին սպանեցին, կոտորեցին զուտ մի բանի համար, որ նրանք հավատում են Աստծուն։ Բայց միևնույնն է, կանք։ Ամեն։ Ուզում եմ հասկանաս, որ ամեն բան Աստծո կոնտրոլի տակ է, ոչ մի բան Աստծո կոնտրոլի տակից դուրս չի եկել։ Եսայի մարգարեության 1:15-ը. Եվ դուք ձեր ձեռքերը տարածելիս, ես աչքերս ծածկում եմ ձեզանից։ Նաև երբ որ աղոթքը շատացնում եք, ես չեմ լսում, ձեր ձեռքերը լիքն են այրունով։ Գիտես, ասում է, երբեմն ձեզ կսպանեն, մտածելով, թե ինձ ծառայություն են մատուցանում։ Պատկերացնում ես։ Այդպես էլ լինում է, գիտես, մարդիկ կան, որ մտածում են իրանք Աստծուն լավություն են անում, երբ որ քրիստոնյաներին սպանում են։ Գիտես, օրերս մի օր մի երիտասարդ քրիստոնյա մի ճանապարհով գնում է ու դուրս է գալի մի ավազակ իր դեմը, որ իրան թալանի, ու գիտեք ինչ անում, ատրճանակը պահում է իր ճակատին։ Ու ասում է, ես քեզ խփելու եմ, ուրիշ տարբերակ չկա։ Ու ինչ է պատասխանում քրիստոնյան։ Հիմա քեզ վերցրու այդ քրիստոնյայի փոխարեն։ Եթե գնում ես փողոցով ու հանկարծ մեկը դուրս է գալի ու ատրճանակը պահում է ճակատիդ, ինչ կպատասխանես։ Խփում ես խփի։ Գիտես երբ այդպես կպատասխանես։ Երբ որ դու Աստծո այդ լավ փոխհարաբերությունների մեջ ես։ Եթե դու գիտես, որ քո կյանքում կա մի հատ մեղք, ծածուկ, կասես, ես այդ եմ դժոխք։ Ախպեր,
իշքան փող տամ 5 րոպե ժամանակ տուր մի հատ ապաշխարեմ, հասցնեմ ապաշխարեմ։ Եթե չկա մեղք, չկա նաև վախ մահվան նկատմամբ, գիտես։ Հիսուսն ասեց. «Մահ, ուր է քո խայթոցը»։ Մենք տեսնում ենք Աստվածաշունչը ասում է. «Մահը շահը»։ Հա? Շահը։ Իմ համար շահը։ Ապրելը օգուտ է ձեզ համար, մարմնիցս դուրս գալը շահույթ է իմ համար։ Հիմա մեզանից քանիսը կարա ասի, որ կարամ մեռնեմ Քրիստոսի համար։ Է որ ասում եմ մեռնեմ իր զորությանը, դրա մասին չեմ ասում։ Գիտես, ես մտածում եմ, եթե մեր կյանքում չկա մեղք, մենք համարձակ կգնանք, որտեղ գիտենք ուր ենք գնում։ Գիտենք ու մոտ ենք գնում։ Մի հատ բան եմ ուզում ասեմ։ Ես հիշում եմ, անուններ չտամ, ես հիշում եմ մի մարդ, որ մահանում էր, շատ էր տանջում, որովհետև ասում էր սատանայք են լցվել իմ տունը։ Հետո ես տեսել եմ հավատացյալ մարդիկ, որ մահացել են, ոնց են իրանք ժպիտով, ուրախությունով ասել, որ հրեշտակներն եկան, ես գնում եմ եւ այլն, հա։ Հիմա ով է հիշում տատիկի, պապիկի, իր մտերիմ մարդու մահանալը, որ ինքը կող կնա եղե։ Մի հատ էքսպերիմենտ ենք անում։ Կխնդրեմ, որ թղթի վրա գրեք, եթե դա դժվար չի։ Մյուս հավաքույթին բերեք, ինձ այնքան հետաքրքիր է։ Եթե ներկա ես եղել մարդու մահանալուն, ուղղակի գրի բեր։ Գիտես, այն մարդիկ, ովքեր որ Քրիստոսի հետ ապրել են երկրի վրա, վայ ասма հրեշտակներն եկան իմ հետևից։ Ես գնում եմ, հա, չլացեք, ես լավ տեղ եմ գնում։ Շպիտը դեմքին, գիտեք, գնում են։ Այն մարդիկ, ովքեր Աստծուն չեն ճանաչել, շատ դաժան են գնում, չուզենալով, կռիվ են տալի, անգամ եթե խոսալը չգիտեն, դու տեսնում ես ձեռներով բրդում են ու ինչ որ մեկի հետ կռվում են։ Գիտես, կար մեկը անունը Ներոն։ Ինչ էր անում, ասում էր եկեք վառենք, որ մուսաս գա, հա, այդ պահին ազդվեմ այդ պաժարից, այդ մարկանց վառվելուց ու մուսաս գա, որ մի հատ բանաստեղծություն գրեմ։ Հետո էլ որ տեսավ չէ, բանը բանից անցել է, ասեց, եկեք քրիստոնյաների վրա գցենք, մեկը իրանք պետք չէ ոչ մեկին։ Վերցրին ու քրիստոնյաներին սպանեցին, արյուսների բաժին արեցին, խարույկներ վառեցին քրիստոնյաներին։ Գիտեք ինչ էին անում քրիստոնյաները։ Երգում էին, փառաբանում էին Աստծուն։ Այն ում լեզուն էլ փոկել էին, որ չերգի, չփառաբանի, գիտեք ինչ էին անում։ Քարոզում էին Կալիզեի մեջի մարկանց։ Ինչ որ ձև հասկացնում էին, որ մենք քրիստոնյաներ ենք, հավատում ենք Քրիստոսին, դրա համար էլ մեռնում ենք։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Բայց երբ որ Ներոնը եկավ, որ պետք է ինքնասպան լիներ, որովհետև արդեն օղակը նեղացել էր, հասել էր իրան, ասեց, ո՞նց են մեռնում այդ քրիստոնյաները։ Գիտես, ապրելը մի հաշիվ է, մեռնելը մի ուրիշ հաշիվ է։ Մենք պետք է սովորենք համ ապրել, համ մեռնել։ Մեռնելու համար մեզ մի բան է պետք, ճանաչել Քրիստոսին, որ մահը չճաշակենք, կյանքը ճաշակենք։ Ամեն։ Մահը դա սատանայի դևերից մեկն է։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին եմ խոսում։ Գիտես, այն մարդիկ, ովքեր որ չեն ճանաչում Աստծուն, նրանք չեն էլ կարող մեռնեն։ Այն մարդիկ, ովքեր ճանաչում են Աստծուն, Հիսուսը ինչ ասեց. Հայր, հոգիս քեզ եմ հավանդում։ Տալիս եմ քեզ։ Քոննա։ Եկեք ապրենք նենց, որպես Քրիստոսին ճանաչող մարդիկ։ Դա շատ կարևոր է։ Տեսել ես հիվանդ մարդ։ Ո՞վ է տեսել։ Մի քանի հոգի տեսել են, փառք Աստծո, որ չեք տեսել։ Եթե հիվանդը անբուժելի է ու սարսափելի դժվար իրավիճակում է հայտնվել եւ ինքը պետք է մահանա, գիտեք, ասում է ամեն բան կտամ, մենակ ապրեմ։ Տունս էլ կծախեմ բժիշկներին կտամ, մենակ մեկը կարանա բժշկի, տենց հա թե տենց չի։ Ոչ մի բանը չի խնայում, մենակ կյանքը երկարացնի։ Հիմա Աստված մեզ կյանք է տվել։ Աստված մեզ կյանք է տվել։ Եկեք գնահատենք։ Ու գիտես, պատրաստ ամեն ինչ տա, որ ապրի։ Աստված մեզ կյանք է տվել, ոչ մի բան էլ իրան չենք տվել կարելի ասել։
Պրոստը տակ նվիրել է մեզի, ծրի։ Եկեք ապրենք իր խոսքով։ Էսի անձնագիրն է մարդու, ոնց պետք է ապրենք։ Աստված երբ որ մեզ ստեղծեց, մի հատ անձնագիր գրեց, հա, паспорт ստեղծեց։ Ոնց է, լվացքի մեքենաները կունենան паспорт, հեռուստացույցները կունենան паспорт, հեռախոս առնում ունի паспорт։ Էս էլ մարդու паспортն է, ոնց անես, որ ճիշտ ապրես, չփչանաս։ Եսայի մարգարեությունը ասում է, եւ դուք ձեր ձեռքերը տարածում եք, եւ ես աչքերս ծածկում եմ։ Գիտես, մարդիկ կան արուն են թափում, հետո գնում են աղոթում են Աստծուն, հա, չի լսվում այդ աղոթները գրվածը։ Դավիթ թագավորը ասեց, «Էս ինչի է մեր մոտ երաշտ։ Ինչի է 3 տարի սովա»։ Աստված ասեց, «Ուզում ես իմանաս»։ Ասեց, «Հա», ասեց, «Որովհետև անմեղ արուն ես թափել»։ Ինքը չէր թափել, բայց երբ որ հասկացան ինչ են արել, ում են արել, գնացին այդ ազգից ներողություն խնդրեցին, ապաշխարեցին, նոր երաշտը վերացավ։ Նայում ես, Աստված ոչ մի բանը չի մոռանում, գիտես, ընդհանրապես։ Եթե Աստված չի մոռանում, եկեք վստահենք Աստծուն, էլի։ Ինչ ենք մենք վրեժ խնդիր ունենք, մենք կարանք երաշտ ստեղծենք, չէ։ Աստված անողը, թույլ տանք թող Աստված էլ անի, ինքն է արդար դատավորը։ Ու Դավիթը տեսնում ես ապաշխարեց, հասկացավ, գնաց այդ ցեղից ներողություն խնդրեց, ինքը չէր արել, բայց ինքը ներողություն խնդրեց, ու երկիրը բժշկվեց ու վերականգնվեց։ Այսօր ինչքան անմեղ այրուն է թափվում ու ոչ մի ապաշխարություն չկա, զղջում չկա, այդպես էլ պետքա լիներ։ Գիտես, ես ուզում եմ մենք այս աշխարհի ոգով չլցվենք, հա։ Ես ուզում եմ մենք այդ դառնությունով, այդ չարությունով չլցվենք։ Մարդը, անասուն չի։ Ինչ ուզում ես արա։ Շատ լավ, գնանք առաջ, ասում է կյանքը այրունի մեջ է։ Դրա համար էլ Աստված ասում անգամ անասունի այրունը, հա, բերանը չգնամ։ Եկեք միտեղ կարդամ Հայտնություն 20:4-ը։ Եվ տեսա աթոռներ եւ նրանց վրա նստածներին, եւ դատավորություն տրվեց նրանց, եւ նրանց հոգիքը, որ գլխատվել էին Հիսուսի վկայության համար եւ Աստծո խոսքի համար, եւ նրանց, որ երկրպագեցին գազանին եւ ոչ էլ նրա պատկերին եւ նրա դրոշմը չառան իրանց ճակատին եւ ոչ էլ իրանց աջ ձեռքի վրա եւ սրանք կենթանացան եւ Քրիստոսի հետ թագավորություն արին 1000 տարի։ Գիտես, խոսում է մարդկանց մասին, ովքեր մահացան ավետարանի եւ Քրիստոսին հավատալու համար։ Խոսում է մարդկանց մասին, ովքեր նահատակվեցին Քրիստոսին հավատալու համար։ Դրանք Քրիստոսի հետ առաջի հարություն են առնելու երկրի վրա 1000 տարի թագավորելու են։ Ով որ չերկրպագեց անօրենին, իր կամքը չարեց։ Հիմա իմ լավագույն ընկերներից մեկը եկեղեցու, իմ ծառայության ղեկավարը, ավագը Էցիկ Պետրոսյանը գնաց Սիրիա, նահատակվեց, սպանեցին տերորիստները։ Ավետարանի համար էր գնացել, չէր գնացել կռվելու, գնացել էր մարկանց ջուր ու կերակուր տալու, գնացել էր մարկանց հավատքը բարձրացնելու։ Գիտես, 1000 տարի թագավորելու է երկրի վրա։ Բոլոր առաքյալները մահացան, բոլոր աշակերտները, ովքեր նահատակվեցին, բոլորը Հիսուս Քրիստոսի հետ գալու են ու 1000 տարի թագավորեն երկրի վրա։ Ոնց որ առաջ էր, ապրելու են Նոյի պես 930 տարի եւ 1000 տարի ու ավել։ Մահը վերանալու է, անմահությունն է տիրելու։ Գիտես, այնքան եմ ուզում, որ դու հասկանաս այդ կարևորությունը։ Մի տեսա հոլովակ նայեցի, երևի բոլորը տեսակ։ Կային տերորիստական տենց խումբ, իգիլ էր կոչվում, ասենց առանժվի շորեր էին հագցրել մարկանց ու տարան ջրի ափին, հա, ծովի ափին շարեցին ու բոլորի կոկորտները կտրեցին, ու այդ տեսա հոլովակը դրա մասին չէր, որ իրանց կոկորտները կտրեցին, այլ իրանց ընտանիքի անդամների մասին էր, որ գնացել էին ու բոլորին խոսացնում էին, որ ձեր հայրերին մորթեցին, հա, դուք ինչ էիք մտածում, ինչ էիք ասում, ու ինձ զարմացրեց այն փաստը, որ բոլորը ասում աղոթում էինք, որ հանգարց Քրիստոսին չուրանան, մահը պատվով ընդունեն։ Նայում եմ, ասում եմ, ինչ ուժեղ կանայք ունեին այդ մարդիկ, ինչ ուժեղ երեխաներ ունեին, դա մի օրում չեղավ, գիտես։ Մենք չգիտենք, երբ է մի օր դրվելու մեր բգին, հա, այդ դանակը։ Արդյոք պատրաստ ենք այդպես մտածելու։ Արդյոք պատրաստ ենք մեր կյանքը դնելու Քրիստոսի համար։ Մտածի ինքդ քեզ։
Ուզում եմ, որ դու դրա մասին մտածես։ Այստեղ մարդիկ մորթվեցին Քրիստոսի անվան համար։ Գիտես, մեր հովիվ Արտուրը պատմեց, դա իրական դեպք էր, մի մարդ շատ ժամանակին պաշտոնով, երբ որ մահացել էր, մահանալուց առաջ չէր կարում մահանալ, ասել էր ես հավատացյալ եմ ուզում։ Ու երբ որ կանչել էին եկեղեցու ծառայողներից գնացել էին ու ասել է գիտես ես ծառայել եմ KGB-ում այդ ժամանակվա ու շատ մարդ եմ սպանել, շատ բան եմ տեսել, բայց մի բան ծանրացել է, որ ես չեմ կարողանում մոռանամ ամբողջ կյանքիս ընթացքում։ Ասում եմ մի հավատացյալ էի բերել այնտեղ պատվալում ու ես իրան տանջում էի, որ Աստծուց հետ կանգնի, ու ասում ինքը հետ չէր կանգնում, ասում ես իր ոսկորները հատ առ հատ ջարդեցի։ Բոլորը կոտրեցի, մատերը կոտրեցի, ձեռները կոտրեցի, ամեն բան կոտրեցի։ Ասում թողել էի մենակ աջ ձեռը իրա, էդ էլ թողել էի նրա համար, որ ինքը ստորագրեր, որ հրաժարվում է, հա, Աստծուց։ Ու ասում ես իրան հարց տվեցի, ասի գիտես ինչ եմ քո սաղ ոսկորները կոտրել, թողել եմ մենակ աջ ձեռդ։ Ասում ասեց ինչի։ Ասի որ ստորագրես, որ հրաժարվում ես Քրիստոսից, ասես չէ, դու ես ձեռս թողել ես նրա համար, որ ես ձեռս բարձրացնեմ երկինք, փառք տամ Աստծուն ու քո համար աղոթեմ։ Ասում ես ուղակի չդիմացա, պիստոլետը հանեցի ու իրան կրակեցի, ու մինչև այսօր սաղ կյանքիս ընթացքում չեմ կարողանում մոռանամ այդ դեպքը։ Արյունը վրեժխնդիր է լինում։ Տերն է վրեժխնդիր, արյունը բացականչում է։ Այդ մարդը իր վերջին օրերում իր անկողնում, ապաշխարում է, ներողություն է խնդրում իր արարքի համար ու որպես հավատացյալ գնում է տուն։ Գիտես, թույլ տուր, որ Աստված քո կյանքում գործի։ Չեմ ուզում, որ դու վրեժխնդիր լինես։ Չեմ ուզում, որ Աստծո դատը դու վարես, դու Աստված չես։ Մենք ինչ պետք է անենք։ Սիրի քո ընկերոջը, ումպես, քո անձի պես։ Կա մարդ, որ իր անձը չի սիրում։ Փառք Աստծո չկա։ Նրա համար գրված է, որ նրանք նահատակվել են Քրիստոսի անվան համար, ու Քրիստոսն էլ հարություն է տալի։ 116 Սաղմոսում ասում է պատվական է Տիրոջ առաջ իր անունի համար նահատակվածները, զոհվածները։ Հասկանում եք ու մենք հավատացել։ Այս աշխարհը ատում է Քրիստոսին։ Այս աշխարհը ատում է մի գողացի, մի ստի, չէ՞։ Մենք հավատացել ենք մեկին, որոշում ենք կայացրել իր հետևից գնանք, ում աշխարհը չի սիրում։ Պատրաստ եք։ Մի ուրիշ խոսքերով ասած, ոնց որ ջրին հակառակ են գնում, հա, այդ հոսանքին։ Շատ դժվար է։ Ես հիշում եք, օրինակ էի բերում հարսս մի հացի ֆռում էր աշխատում, ունդեղ իրան հարց տվեցին, ասեցին, կամ գործից դուրս պետք է գաս, կամ էլ էս ալուրը պետք է տանես հետդ տուն։ Ասում եմ, չեմ ուզում։ Ասում եմ, մենակ դու չես գողանում, եթե մենք բռնվեցինք, ուրեմն դու ես մեզ ծախել, դու էլ գողացի, որ մենք հանգիստ գողանանք։ Այս աշխարհը այսօր այդ կարգավիճակում է։ Չի կարում հասկանա, եթե դու իրապես չես մտածում, եթե չես գողանում, չես ստում, ինքը չի կարում հասկանա։ Դրա համար շատ կարևոր է, որ դու հասկանաս, ում ես դու հավատացել։ Դու անկախ այս դռնից, երբ որ դուրս ես գալի, դու մնում ես քրիստոնյա։ Քրիստոսը քո հետ է։ Դու մի նայ ինչ անում աշխարհը։ Դու նայ ինչ անում Քրիստոսը։ Դա գրված էր Ֆիլիպեցիս 1:21-ում։ Վասնզի ինձ համար կյանքը Քրիստոսն է, մեռնելը շահ։ Քանիսս կարանք ասենք, մեռնելը շահույթ է։ Գործք առաքելոց Սողոսի մասին է գրված։ Երբ որ այդ ճանապարհի վրա էր, երբ որ Քրիստոս քրիստոնյաներին քարկոծում էր, հանձինը Ստեփանոսին քարկոծեցին, սպանեցին ու ինքը հանդերձների մոտ կանգնած էր, մյուսներին բանտարկում էր, մյուսներին տանում էր, հալածում էր, որ Քրիստոսին ուրանան։ Ու հանգարց հանդիպեց Հիսուսը իրան։ Եվ նա ասեց. «Ո՞վ ես Տեր»։ Եվ Տերը ասեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես»։ Դժվար է քեզ խթանին քացի տալ։ Գիտես, այս աշխարհը չհասկացավ,
որ Քրիստոսին հալածելով ոչ մի բանի չի հասնի։ Այս աշխարհը չհասկացավ, որ դժվար է իրան Քրիստոսին դեմ կանգնել։ Մեկը բոլորն էլ մահանալու են։ Բոլորն էլ Քրիստոսի առաջ կանգնելու են։ Գրված է, որ ամեն ծունկ ծնկի է գալու Քրիստոսի առաջ։ Լավ է այսօր, քանց թե վաղը։ Իմ ընկերներից մեկը մոտիկ ասեց, գիտես մի ինչ դեպքի եմ ականատես եղել, դա Ռուսաստանում ա եղել, ու ինքը ասում ա մտավ պրավասլավնի խրամ էր ասում ա, մտավ տաճար ու սենց արեց։ Ես հիմա չեմ հիշում 100 տարի էր, ինչքան էր, ես 100 տարի ապրելու եմ, կտենաս։ Ասում ա շատ ֆիզիկապես ուժեղ, հաղթանդամ, առողջ մարդ էր, գնաց տունը մահացավ, հաջորդ օրը լսեցինք մահացել ա։ Ասում ես ում ինչ ես ասում։ Ինքն է քեզ կյանք տվե, դու ես եկե, ինքը շահագրգռված ա, որ ապրես մի հատ էլ իրան փառք տաս։ Դու չես որոշում ինչքան դու ապրես։ Քա մեկը որ քո համար որոշում է։ Ամեն։ Մեկ մտածում եմ, ասում եմ, այ մարդ, ով էր ընկել այդից։ Ինչ գործ ուներ։ Այսօր էլ մարդիկ կարած տենաս այնպես բաներ կանեն, ինչի համար։ Հələ մի հատ փոշի իր արարչի առաջ ուզում է ոդկցի, հա, հակառակվի։ Լսեք, հələ մի հատ արարչի արարչությունը տես։ Հələ մի հատ այդ անսահման տեզերքը տես։ Թեկուզ ես օդը որ շնչում ես, հələ մի հատ է սրա մասին մտածի։ Իսկան, որ գոյություն չունես, այնքան պստիկ ես, ում հետ ես ոդկցում։ Հայրը կասեին խելքին աշեցեք։ Գիտես, Հիսուսն ասեց, ինձ արել են, ձեզ էլ կանեն։ Ինձ ընդունել են, ձեր խոսն էլ կընդունեն։ Ինձ հալածել են, ձեզ էլ կհալածեն։ Բայց գիտես ինչն է ամենասարսափելին Մատթեոս 25 գլխում, որ ասում է, վերջին ժամանակները շատերը հավատքից կհեռանան։ Ավելի սարսափելին գիտես ինչն է, որ մեկը մյուսին կմատնի։ Սաղս իրար ճանաչում ենք։ Այդ ինձ գտակ, Տոմային չգտակ, ես հետ եմ կանգնել, ես Հիսուսին չեմ հավատում, բայց Տոման հավատում է, գնացեք, վրիցս ցրեմ։ Թող էթան իրան ինչ կլնի Տոմային։ Մարկի աշկլս։ Գրված է, վերջին ժամանակները իրար մատնելու են։ Ինչքանով ենք մենք ճիշտ քրիստոնյա։ Ինչքանով ենք առողջ քրիստոնյա, ինչքանով ենք Քրիստոսին հավատում եւ հետևում զուտ նրա համար, որ ինքը Քրիստոսն է։ Ոչ թե շահի համար, ոչ թե բժշկության համար, ոչ թե ինձ կինա տվե կամ ամուսինա տվե կամ երեխայա տվե կամ փողա տվե։ Ինչքանով ենք Քրիստոսին հետևում, որ ինքը մեր արարիչն է, որ ուզում ենք իրան հետևենք, որովհետեւ իրան սիրում ենք։ Կա ավելի մեծ զոհ, քան որ արեց։ Իր կյանքը տվեց իմ ու քո համար։ Ինքը մեզ սիրում է։ Հիմա մենք սիրում ենք իրան։ Կա մարդ, որ սիրում է իրան։ Կա որ դրա համար ես հետևում իրան, որովհետև սիրում ես։ Գիտեք ինչ եմ նկատել։ Ամուսինները իրարից բաժանվում են։ Շատ արագ, մանավանդ էս վերջին ժամանակները 3 ամիս հազիվ ա տևում։ Նորից գանք ծառայության սկզբին, հպարտություն, ոչ մեկ չի ուզում խոնարհվի, սաղ պահանջատեր են։ Հետո գալիս են Աստծո մոտ ու Աստծուց են սկսում պահանջել։ Եթե Աստված չի տալի, ես կգնամ։ Մի տեսահոլովակ էի նայում, մի ռուսաղջիկ այնքան հեշտ ասում էր, ես քրիստոնեություն ուրացա, իսլամ ընդունեցի, պարզվում է իսլամի մեջ գրած է, որով որ չի հավատում այդ Մուհամեդին Ալլահին սպանեք։ Մտածում ես, ասում ես, դու Քրիստոսին չէիր հավատում, այնպես չէր, որ դու Քրիստոսին գիտեիր, հետևում էիր, քրիստոնեություն ուրացար, իսլամ ընդունեցիր։ Չկա տես բան։ Քրիստոսին ով որ ճանաչում է, ճաշակում է, հանդիպում է, գլխատվում է։ Հիմա այնքան հեշտ եմ բաժանվում։ Մի հատ աղջիկ ասում է, ես բաժանվեցի ամուսնուցս, որովհետև ինքը չէր զարգանում, ինձ էլ չէր թողում, որ ես զարգանայի։ Ու երկու հոգի են եթերի մեջ, ու այդ մարդը հարց է տալիս, ասում է, հա, ասում է,
Իսկ կարաս ինձ ասես, որ երկիրը երկրի վրա չկա, շվեյցարյան թե շվեդյան։ Ասում շվեդյան, ասում մալադեց։ Իսկ որ երկիրը չկա, Լիտվան թե Լատվան։ Էդի вообще տուպոյցան տուպոյներ ու ինքը բաժանվել էր ամուսնուց, որ չի կարում զարգանա։ Դուխտ ես արի Աստծո առաջ, մինչև մահը չբաժանի։ Ու այդ թեթև մտածելակերպով էլ գալիս են Քրիստոսի մոտ, ուզում են Քրիստոսին հետևենք։ Ու չեն կարում հավատարիմ լինեն Քրիստոսին, որովհետև ուզեցի չտվեց։ Ինքան թեթև է դառնում մեր քրիստոնեությունը։ Մեր պապերը գին են վճարել, առաքյալները գին են վճարել, բոլոր Քրիստոսին հավատացողները գին են վճարել, որ ավետարանը հասցնեն այստեղ։ Ես որ եկա Եկատերինբուրգ ինձ կանչեցին, գիտեք ինչ ասին առաջի բանը, կամ քեզ բանտ ենք նստացնում կամ գնա։ Մատթեոս 24:35 Երկինքն ու երկիրը կանցնի, բայց իմ խոսքը չի անցնի։ Ամեն բան կանցնի, ժողովուրդ։ Ինչ որ աշխատել ես, ինչ որ ստեղծել ես, ինչ որ վաստակել ես, ամեն բան կանցնի։ Բայց Աստծո խոսքը կմնա հավիտյան։ Միակ բանը, որ մնալու է, դա Աստծո խոսքն է։ Եկեք Աստծո խոսքը պահենք մեր սրտի մեջ, որ Աստծո խոսքն էլ մեզ պահի Տիրոջ առաջին։ Ուրիշ բան մեզ պետք չի։ Գիտես, հեռախոսը գնեցիր, վաու, վերջին մոդելն է։ Հասնում ես տուն, թազա մոդել է դուրս եկել։ Այնքան արագ ամեն ինչ արժեք է զրկվում։ Միակ բանը Քրիստոսն է, որ արժեք ունի։ Միակ բանը, որ արժեք ունի, դա քո կողքի նստած մարդն է։ Մնացած բանը արժեք չունի։ Գնահատեք իրար։ Երեք պատահական եմ այստեղը կարդացել։ Առաջի Կորինթացիս 16:22 Եթե մեկը Հիսուսին չսիրե, անիծված լինի, Մարանաթա։ Եթե մարդիկ ատում են Քրիստոսին, անեծքի տակ են, ժողովուրդ։ Մենք իրանց չնմանվենք, ում ենք նմանվում։ Եկեք Քրիստոսին նմանվենք։ Ամեն, եկեք սիրենք մարդկանց, որովհետև Քրիստոսը սիրում է մարդկանց։ Եկեք չդադարենք բարին գործել, որովհետև Աստված բարեգութ Աստված է։ Իր գութը շարժվում է։ Ամեն։ Եկեք ինչ որ անում ենք, սիրուց ելնելով անենք։ Կա մարդ, որ ինչ որ մի բան ստացավ այսօրվա խոսքից։ Գիտես, ես ուզում եմ, որ մենք իրականից չարությամբ եւ ատելությամբ չլցենք։ Դա շատ ծանր բեր է, որ մենք տանենք։ Եկեք բոլորին սիրենք։ Կլինի տաջիկ, կլինի ուզբեկ, կլինի ռուս, կլինի վրացի, կլինի հայ, կլինի թուրք, կլինի ով ուզում ալնի։ Եկեք բոլորին սիրենք։ Քրիստոսը բոլորին սիրում էր։ Ամեն։